We keep on moving, we keep on moving along, we keep on rolling. No, we ain't slowing it down. We keep on moving, we keep on moving along, we keep on rolling. Yeah, no, we ain't slowing it down. Let's go. We ain't slowing down, baby. Come and show me how. Gotta do it right now. You know you gotta hold me. Ուղևորվում ենք դեպի Կալինինգրադ։ Բալթիկ ծովի ափին Լեհաստանի ու Լիտվայի միջև գտնվող, բայց Ռուսաստանին պատկանող այս փոքրիկ քաղաքը անվանում էին Կյոնիգսբերգ։ Այժմ Կալինինգրադ թարգմանվում է ինչպես արքայական լեռ։ Քանի որ մեր ռեյսը հետաձգել են ու аэроպորտում հիմա լիքը մարդ կա դրա պատճառով, տեղ ենք ման գալիս, որ մի քիչ նստենք ու կոփոխենք, չէ՞ մեր ժամը գա։ Այստեղ վերջապես նստելու տեղ ենք գտել ու վերցրեցինք պյուրե, նրբերշիկ ու սիրնիկներ։ Հետո իմացանք, որ մեր թռիչքը եւս 1 ժամով հետաձգում են ու արդյունքում 4:30 թռնելու փոխարեն մենք թռանք ժամը 8-ին։ Ու մեզ ոչինչ չէր մնում անելու, քան քայլել, հետո նորից նստել, հետո քայլել, որ ժամանակը անցնի։ Ու մեզ վերջապես կանչում են ինքնաթիռ նստելու։ Մենք վերջապես նստեցինք սամոլոտ, հիմա սպասում ենք երբ թռնելու։ 4 ժամ սպասել ենք։ Հիմա հույս ունենք մի ժամ էլ սամոլոտի մեջ չենք սպասելու։ Ու ամբողջ թռիչքի ընթացքում այսպես լուսավոր երկնքում ու սիրուն ամպերի միջով ենք թռել, այստեղ երևում է թե ինչքան ակունս արդեն տանում, որովհետև ժամը 10-ն էր, ու մի հատ տեսեք երկնքում ինչքան լուսավոր էր ու ներքևում հենց այդ նույն ժամին ինչքան մութ էր։ Մենք զարմացել էինք շատ այդ տարբերությունից։ Մենք հասանք аэропорт Խրաբրո։ Հիմա սպասում ենք տաքսի նստենք ու գնանք մեր հյուրանոցը։ Մենք եկել ենք այս հենց հյուրանոցի մեջի ռեստորանը, իտալական ռեստորանը։ Եկել ենք մի թեթև հաց ուտենք ու վաղաց երեկո ռունդուկ կանեմ։ Ընդհանուր հյուրանոցը դեռ իստորիչեսկի ստիլով է։ Ինքը դրսից վիլլա է, քանի որ Կալինինգրադը գերմանական քաղաք է եղել, այս տարածքում ապրել են շատ մեծահարուստներ ու իրենց վիլլաներն են սարքել ու գրավելուց հետո այս վիլլաները չեն քանդվել, այլ ուղղակի հետո դարձել են տուրիստների համար հյուրանոցներ։ Շատ հետաքրքիր է։ Համ դրսից է շատ սիրուն տեսքը, համ միջից է շատ հետաքրքիր դետալներով։ Հյուրանոցի սնունդը շատ համով էին սարքում, համարյա ամեն օր այնտեղ ենք նախաճաշել ու ընթրել, վերցրել ենք կրևետկաներով սալատ ու ռոճի հացի վրա տունեցի սոուսով ինչ-որ բան։ Հետո իմացան, որ իմ ծնունդն է ու ինձ շնորհավորեցին ու բարձրացանք վերև մեր համարը տեսնելու։ Սկսում ենք միջանցքից։ Մենք երկրորդ հարկում ենք, այս հայլիները շատ եմ հավանել։ Գնացինք դեպի մեր համար, միջանցքը շատ հավեսն է։ Սենյակը միջին չափսի էր, բայց շատ հարմարավետ էր 2 հոգու համար։ Սենյակ մտնելուն պես տեսնում եք երկարավուն սեղան, որի վրա կար 2 շիշ ջուր, 2 բաժակ, թեյնիկ, թեյի հավաքածու։ Մահճակալը բավականին մեծ էր, սենյակը շատ լուսավոր էր։ Մտնում ենք սան հանգույց։ Այստեղ տեսնում ենք, որ ինտերիերը համահունչ է սենյակի ու ընդհանուր հյուրանոցի հետ։ Տեսնում ենք, որ կա բոլոր պետքական հարմարանքները հարդարիչ մազերի համար, սրբիչներ, շամպունյներ եւ այլն։ Սենյակում շատ էին դարակները ու կար մեծ պահարան նորից իր դարակներով։ Այստեղ ցույց եմ տալիս պատուհանից բացվող տեսարանը դեպի մյուս վիլլաները։ Պահարանը շատ մեծ էր, կախիչներ էլ կային պահարանում, ինչը շատ հարմար էր շորերը պահելու համար ու կար նաեւ սեյֆ։ Խոսքով։ Այստեղ սիրուն նկարակախած։ Նախաճաշը չեմ հիշում քանիսին էր սկսվում, բայց վերջանում էր ժամը 11-ին ու մենք ինչպես միշտ ուշ էինք իջնում ու վերցնում էինք մենակ սուրճը։ Հարցնում էինք ավելի ճիշտ վերցնեինք մենակ սուրճը։ Սա վիլլայի բակն էր, որտեղ երեկոյան միացնում էին դեղին լապտերներն ու ֆոնտանը, ինչն էլ ատմոսֆերան ավելի հեքիաթային էր դարձնում։ Նայեք լիֆտը ոնց է բացվում, երեխեք։ Նորեկով։ Տռնուվը։ Մեցինք երկրորդ հարկը։ Մեզ ասել են ինչքան հնարավոր է, բան, սենց տեպվեք պատի։ Տեսեք, որ դուրը չբացվի, որովհետև շատ զգայուն են։ Այս հայլիների ձևն է սենց կեղտոտ չի։ Ոյ, բացենք։ Ընդամենը 20 րոպե ունենք։ Կսվում եմ ու դուրս գանք։
Իմ մշտական տոնայինը, իմ ամենասիրածը, որ միշտ մաշկիս իդեալական է նստում այսա։ Քանի որ այս ֆորմատով վիդեոներ կարելի է ասել առաջի անգամ անում, սենց երկար ֆորմատով վիդեոներ, չգիտեմ կոնկրետ ինչերից օրինակ կարելի է խոսալ, պատմել, դուք կարող կոմենտներում գրեք ու ես հաջորդ վիդեոից տակ արդեն ավելի հստակ համ հարցերին կպատասխանեմ, համ էլ սենց ընդհանուր մի հատ բծիկ կլինի ամբողջ վիդեոներ, ոչ թե սենց կրճակ ինչ որ հարցերից թռնենք ուրիշ հարցերի։ Ինչ ես խնդրում։ 20 րոպե։ Մազեր չգիտեմ ինչ ունենալու, բայց երևի ոչ մի բան։ Հետո դուրս եկանք, մի քիչ նկարվեցինք ու շարժվեցինք առաջ։ Մեր վիլան հարմար էր նաև նրանով, որ հասանելի էր դարձնում կենտրոնական բոլոր զբոսայգիները ոտքով քայլելու համար։ Օրինակ սա քաղաքի կենտրոնական այգին էր, որը մեծ անտառ էր, այնտեղ կար եկեղեցի, որն այժմ տիկնիկների թատրոն է, եւ կային այլ զվարճանքներ երեխաների համար, օրինակ կարուսելներ։ Подскажи, какие места лучше посетить в Калининграде? Կենտրոնական այգուց դուրս եկանք, որ գտնենք հայտնի թաղամասը Ամալիաննելու, բայց այդպես էլ չգտանք, որովհետև մենք այդ թաղամասում արդեն ապրում էինք, բայց չգիտեինք։ Հասանք Պրոսպեկտ Միրա, ճանապարհին գտանք մի հատ խանութ, որի անունն էր Չիրտակ։ Այնտեղ վաճառվում էին շատ հին իրեր, օրինակ կոպեկներ, որոնք արդեն վաճառքից դուրս էին, հուլունքներ, հին ֆոտոապարատներ, հին վազաներ, տիկնիկներ, կոմպասներ, դիսկեր, կասետներ ու այլ հետաքրքիր իրեր։ Չին։ Հետո մի քիչ էլ այս փողոցով քայլեցինք դեպի ներքև, Ամալիենաու ռայոնը փնտրելու նպատակով, որովհետև հեռախոսի քարտեզներ էր դեպի այս կողմը ցույց տվել։ Բայց զգացինք, որ համ շոկ է, համ էլ արդեն սովածացել ենք, դրա համար հետ բարձրացանք վերև։ Մեկ էլ հանկարծ աչքս ընկնում է երկու շենքերի արանքից երևացող իրանց պապլավոկը, ու ես մտածում եմ, ասում եմ, վայ, ես ինչ լավ, վերջապես գտանք Ամալիենաուն։ Էս ինչ տեղ է։ Պարկա պրոստը։ Սիրուն է։ Արիել ես դե ինձ կնկարես այս փոստիկի մեջ։ Ու այսենց քայլելով, մանգալով գնացինք, ես իհարկե մի քիչ նկարվեցի ու հասանք մի հատ կաֆեշկա, որտեղ նստեցինք հաց ուտելու։ Էստեից ավելի լավ իդեր։ Իմիջիայլոց այս կաֆեն վեգանների համար էր, բայց քանի որ մենք վեգան չենք, մի երկու բան փորձեցինք այստեղ ու դրանից հետո գնացինք ուրիշ նորմալ ուտելիք գտնելու։ Այս սոպսից եմ ուզում, հեսա գնանք Վալբերիսում նայեմ։ Հետո ճանապարհի այս մյուս հատվածից մտանք նորից իրանց կենտրոնական պարկ, որ պարկի միջով հետ բարձրանանք դեպի մեր վիլլա։ Ապրես։ Խոսքով այս իրանց կենտրոնական պարկն էր, շատ մեծ էր, բոլոր տեղերով չենք քայլել։ Ասալ կապիկներ կար։ Ոչ մի բան չկար։ Մեր վիլայից ոտքով հասանք դեպի իրանց գլխավոր դաստապրիմիչատելնստիներից մեկը՝ Կանտի կղզին։ Այստեղ է գտնվում իրենց մայր տաճարը, կաֆեդրալնի սաբորը, այստեղ է գտնվում նաև ֆիլոսոֆ Էմանուել Կանտի թանգարան գերեզմանը եւ տաճարի ներսում Ռուսաստանի մասշտաբով ամենամեծ երաժշտական գործիքը, որը կոչվում է արգան։ Բարձրացանք կամուրջի վրա, որի վրա բնականաբար տուրիստների համար ինչ ասես կար մոտոցիկլետներ, ռետրո մեքենաներ եւ այլն։ Այստեղ տեսնում ենք երկու հսկայական շատ սիրուն շենքեր։ Կարմրավուն քարով շենքը ժամանակին հրեա երեխաների համար մանկատուն էր, իսկ հիմա բնակելի շենք է, իսկ կողքի հսկայական սինագոգը եկեղեցու նման տեղ էր, որտեղ հավաքվում էին մարդիկ աղոթք անելու համար։ Այստեղից քայլում ենք դեպի Ռիբնա Դիրևնյա առևտրի փողոց, որը բացվել էր 2005 թվականին քաղաքի 750-ամյակի առթիվ։ Քայլելով հասնում ենք Սմատրավայա բաշնյա, մուտքը 100 ռուբլի էր, բարձրանում ենք մի քանի հազար հատ աստիճան, որ ընդհանուր քաղաքը վերևից տեսնենք։ Նախորդ ասեմ, ահա որ շոքեր միջև բարձրացանք մեռանք, բայց ընդհանուր տեսարանը իհարկե շատ սիրուն էր։ Այս հարկը սուվենիրների հարկը։ Ինգիրով դետոլ ես ասնապել եմ, վերևը։ Երկու հատատ։ Конечно, չի եղել։ Մենակ մենք ենք էլ։ Լես կաֆե։
Смотри, сильно? Ինչի համար? Հա, լսի, ոյ, սիրուն շենքին են, ես ինչ մեծափաստորեն։ Այս ներքևի ուլիցայով կգնանք, հետո ընդդեմիտեն ավտոնեսնենք։ Այն երկու մի մասը գնալ ենք, պարտի, հետևիտեն ոսդեցին։ Այս աստիճանները բարձրանալ իջնելուց հոգնած գնացինք գրուզինսկի ռեստորան հաց ուտելու։ Մեզ բերեցին աջիկայով կարակ, այս մեկը ինչով էր, կանաչը։ Չէ, չիսնոկ ու ինչ-որ ուրիշ մի բան, այս դեղինը, մի խոսքով չգիտենք ինչով է, բայց կարակ է։ Առաջինը փորձում եմ, հատն երկրորդ անգամ եմ նկարում, որտեղ մի անգամ ես իմ հետ էի խոսում։ Առաջինը փորձում եմ այս բանը, աջիկայով կարակը։ Ամենահամովը էդ էր։ Երկրորդը կանաչ գույնը։ Այսի ինչ-որ չիսնոկով ինչ-որ բաներ, բայց այդքան է համով չի։ Եվ երրորդը դեղին գույնի, չգիտեմ ինչերով խառնած։ Ամենահամովը աջիկայովն էր։ Սովորական կարակի համար։ Ինդիայկայով սալատը։ Այստեղից արդեն մի անգամից գնացինք ու նստեցինք Պրագուլուչնի գիդով նավը, երկու հոգու համար վճարել ենք 3000 ռուբլի։ Кафедральный собор. Собор начали строить в XIV веке. Почти 700 лет обвивают на главной башне время города. Это огромное готическое сооружение основано на множестве дубовых опор, пронизывающих довольно толстый слой болотной почвы до твердого города. Рядом находится могила знаменитого философа Иммануила Канта. Этот человек думал так глубоко, что до сих пор не все его понимают. Так что это место не только красивое, но и философски заряженное. Мы продолжаем. И самым старым из 7 мостов Кёнигсберга был мост Лавочный. Он получил свое название от слова «лавка», то есть торговое место. Мост был как отдельный самостоятельный городок, имевший свои гостиницы и трактиры. И самый юный из всех мостов Калининграда – Философский мост. Его открытие состоялось 9 апреля 2026 года. И да, звучит так, будто здесь нужно сразу начать размышлять о смысле жизни. Мост соединяет остров Канта с современной частью города. Иногда история города меняется не из-за королей и войн, а потому что кому-то стало неудобно стоять в пробке. Ее особенно любят вспоминать в связи с Петром I. Считается, что именно здесь он знакомился с европейским корабельным делом во время своих поездок. Да-да, наш царь действительно ездил на стажировку в Европу. Заметь на открытках. Но именно на них лучше всего видно, как живет город. По собору судят о красоте, а по железнодорожному мосту о том, как все работало на самом деле. Էքսկուրսիայից քայլելով ոտքով գալիս ենք դեպի մեր տուն, այստեղ ցերեկվա վիդեո եմ ուղղակի նկարել ու ժամի չունեի, բայց իրականում տասի կողմերն ենք հասել, հասկանում ենք, որ ուզում ենք ընտրենք, սոված ենք ու նստում ենք մեր հյուրանոցի ռեստորանը։ Այստեղ ձեզ ցույց եմ տալիս ներսից ինչ տեսք ունի, սիրուն նկարներ էր պատերից կախված, անձնակազմը շատ լավն էր, համ մատուցողները, համ խոհարարը ու շատ համով էին սարքում։ Էս էլ արդեն միացրած լույսերով ու ֆոնտանով բակը։ Ես էլի վերցրել եմ իմ գրիվետկաներով, կարտոֆիլով, ավոկադոյով սալատը, ասեցին, որ պետք է խառնեմ, որ ընդհանուր համը ամբողջական դառնա, ու ասեմ, որ այս 3 օրվա ընթացքում ընդհանրապես ոչ մի fast food չենք վերցրել, քանի որ ես արդեն 1 տարի է լուրջ զբաղվում եմ իմ սննդակարգով։ Այս trip-ի ընթացքում կարողացել եմ պահպանել BJUIS նորման։ Դե ինչ այսօր այսքանը, միացեք իմ ալիքին, քանի որ երկրորդ մասում գնալու ենք դեպի Լենինգրադ։